Ողջույն փոքրիկ բարեկամ։ Հիսուսը եւ նրա աշակերտները։ Հիսուսը Նազարեթից շարժվեց դեպի Կափառնահում, որ ձկնորսական մի քաղաք էր Գեննեսարեթ լճի ափին։ Բազմաթիվ մարդիկ հավաքվեցին Աստծո խոսքը լսելու։ Հիսուսը կանգնել էր լճի ափին, իսկ մարդիկ հավաքվել էին նրա շուրջը։ Լճափին ձկնորսական երկու նավակներ կային կապված։ Ձկնորսները ցամաք էին ելել եւ ուռկաններն էին լվանում։ Նրանցից մեկի անունը Սիմոն Պետրոս էր։ Հիսուսը նրան խնդրեց. «Թույլ տուր ինձ քո նավակը բարձրանալ եւ այն մի քիչ հեռացրու, որպեսզի կարողանամ մարդկանց հետ խոսել։ Այդ կերպ նրանք կկարողանան ինձ տեսնել ու լսել»։ Հիսուսը նստեց նավակի մեջ ու այնտեղից ուսուցանեց մարդկանց բազմությանը։ Երբ նա իր խոսքն ավարտեց, Պետրոսին ասաց. «Ընկերներիդ հետ նավարկիր լճի խորքը եւ այնտեղ նետեք ուռկանները»։ Պետրոսն ասաց. «Ամբողջ գիշեր չարչարվեցինք եւ ոչինչ չբռնեցինք։ Սակայն քանի որ դու ես ասում, մի անգամ էլ կփորձենք»։ Հենց ուռկանը ծովը ձգեցին, այնքան շատ ձուկ որսացին, որ ուռկանները սկսեցին պատռվել։ Նրանք լուր տվեցին մեկ այլ նավակի մեջ նստած ձկնորսներին, որպեսզի օգնության հասնեն։ Նրանք եկան ու երկու նավակներն էլ սուզվելու աստիճան ձկներով լցվեցին։ Պետրոսն իր տեսածից շատ վախեցավ։ Նա ծնկի իջավ Հիսուսի առաջ ու ասաց. «Դուրս արի իմ նավակից, Տեր, որովհետև ես մեղավոր մարդ եմ»։ Նա դրանք ասաց երկյուղից դրդված, որովհետև այդքան շատ ձուկ երբևէ չէին որսացել։ Մյուս ձկնորսներն էլ էին նույն զգացողությամբ։ Բայց Հիսուսը նրանց ասաց. «Մի վախեցեք, դու եւ մյուս ձկնորսները պետք է իմ աշակերտները դառնաք, ինձ հետ պիտի գաք, պիտի օգնեք մարդկանց ավետելու այն լուրը, որ Աստված նրանց սիրում է»։ Այդ ժամանակ ձկնորսները նավակներն ափին ամրացրին, ամեն ինչ թողեցին եւ Հիսուսին հետեւեցին։ Հիսուսն ուրիշներին էլ իր մոտ կանչեց, վերջապես նրա աշակերտների թիվը դարձավ 12, եւ նրանք միշտ Հիսուսի հետ էին։